Ողջույն հարգելի հեռուստառադիո լսողներ, եթերում է Կոդ Պուլսը եւ այսօրվա իմ հյուրն է Արտուշ Ավետիսյանը, ձայնային ինժեներ եւ հնչյունային ռեժիսոր։ Ողջույն Արտուշ։ Ողջույն Դավիթ ջան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Այսօր կցանկանայի զրուցենք ընդհանուր ձայնից եւ քո մասնագիտությունից, ինչպես ընտրեցիր, ինչպես տեղափոխվեցիր ոլորտ եւ ոնց սկսեցիր քո ուղին ձայնային ոլորտում։ Ես սիրել եմ մասնագիտությունը շատ փոքր հասակի, շատ վաղ հասակից։ Դեռ մոտ քան տարեկան, մոտ մի երևի 5 տարեկանից արդեն սեր ունեի տեխնիկայի հանդեպ, նաև ձայնի հանդեպ։ Դե հայրիկս Արամայիս Ավետիսյանն ինժեներ ռեժիսոր է։ Ես տեսել եմ փոքր ժամանակվանից այդ ամենը։ Սկսել եմ սիրել այդ մասնագիտությունը, կամ տարիների ընթացքում ավելի մասնագիտացա, սովորեցի, վերապատրաստվեցի մի քանի երկրներում իհարկե օնլայն տարբերակով, բայց վերապատրաստվեցի ու Շատ լավ, դες ձայնային ռեժիսուրան, ինժեներիան, հա, ինքը իրենով ավելի անտեսանելի մասնագիտություն է, հա, այսինքն մարդիկ չեն տեսնում, ավելի շատ լսում են այդ մասին, ավելի պարզ բառերով ինչպես կարող ենք իրեն ներկայացնել ու ինչի օրինակ չխորացար ավելի IT ոլորտի մեջ, դե շատերը գնում են դեպի ծրագրավորում, մանավանդ եթե վաղ տարիքից ավելի շատ ուսումնասիրում ես տեխնիկաներ եւ այլ, ավելի շատ ինչի խորացար ձայն, ինչով գրավեց քեզ ու ինչքանով է ինքը անտեսանելի համարվում ու ոնց ավելի բաց ճակերտները բաց կարելի է իրեն ներկայացնել։ Նախ սկսենք այնտեղից, որ ժամանակին սովորել եմ IT, զբաղվել եմ IT ոլորտով, նույն ծրագրավորումը, նույն կոդինգը, նաև ռադիոէլեկտրոնիկայում սովորել, սարքեր պատրաստել, գծագրեր կարտալ։ Չգիտեմ, երևի այդ գենետիկայի հարց էր ավելի շատ, որ գենետիկորն դա ինձ փոխանցվել, ես Շատ լավ, դες դու ուսումնասիրել ես ձայնը, վստահ եմ ավելի խորքային տարբերակով ավելի մանրամասն ես ուսումնասիրել, ինչ օրինակ հետաքրքիր փաստեր դուրս կբերես իրական կյանքում, որ մենք միշտ կարողացել ենք շփվենք այդ ամեն ինչի հետ, բայց չենք էլ պատկերացրել, հա, ինքը ինչ ազդեցություն է ունեցել։ Օրինակ նույն համերգների ընթացքում, որտեղ որ հա կան մեծ ռոք համերգներ, ինչպես են օրինակ ազդում ռոք համերգների ժամանակ մարդկանց վրա, ինչպես է ազդում ընդհանրապես առօրյայում ձայնը։ Օրինակ համերգների ժամանակ այդ նախ համերգները սկսենք այնտեղից, որ ամենաբարտագույն բաներից մեկն է իրականում ճիշտ ձայնը ստանալը համերգների ժամանակ, որովհետև այդտեղ ինժեներ ռեժիսորը, նաև sound ինժեները, ինչ տարբերություն կա ինժեներ ռեժիսորայի ու նախ sound ինժեների մեջ, այդ բացատրեմ։ Sound ինժեները այն մարդն է, որ կոնկրետ կարողանում է ճիշտ հաշվարկի տեխնիկայի հզորությունը տվյալ դահլիճում կամ տվյալ տարածքում։ Իսկ կարող է, չգիտեմ, լինի շատ մեծ տարածք կամ լինի շատ փոքր տարածք, դու կարող ես պետք է ճիշտ հաշվարկես։ Իսկ նույն ռոք համերգների ժամանակ մենք ինչ ենք անում, մենք հաշվարկում ենք նախ ամենասկզբում տեխնիկայի հզորությունը, այսինքն տվյալատարածության մեջ մենք ինչ հզորություն պետք է հավաքենք, ինչ ոնց պետք է աշխատի այդ հզորությունը, դինամիկից ու իմաժից սկսած, վերջացած ռեզոնանսիա, դետոնացիայով ձայնի, դա ինչը պետք է մենք նաև չափում ենք, չափագրում ենք այդ ամենը, նոր գալիս է այդ sound check-ի process-ը, որ սկսում են երաժիշտները բեմ վրա աշխատել ինժեներ ռեժիսորի հետ, այդտեղ արդեն մի խոսքով այդ process-ը վերջանում է, գալիս է համերգը ու կնդիրը, այսինքն ռուսերենով ասած զրիցելը, երբ որ համերգի ժամանակ կանգնում լսում այդ music-ը ինքը սկսում այդ music-ի ժամանակ, չգիտեմ, ինչ-որ էմոցիաներ արտահայտել, չգիտեմ, թեկուզ պարել կամ ինչ-որ ուրիշ բան, կամ երգել, նույն դա ամենը սա կախված է ճիշտ հնչողությունից։ Դες դու վաղ տարիքից ուսումնասիրել ես, հա, ոլորտը սիրել ես, սովորել ես, բայց որ տարիքից հասկացար, որ դա ուղղակի տեխնիկա չի, այսինքն ինքը այն սարքավորումները չի, որոնք ուղղակի միացնում ես, այլ ինքը կարելի ասել ավելի շատ մտածողություն է։ Ու երբ ես ավելի խորը ուսումնասիրել ու հասկացել այդ մտածողության հիմքը ու ինչի շնորհիվ ես, հա, դու եկել են եզրահանգման, որ հնարավոր է իր մեջ ավելի շատ խորանալ ու ավելի շատ գիտելիք ստանալ, քան պարզապես սարքերը միացնել ու ուղղակի աշխատել։ Ինչքան որ ժամանելը կհնչի, պես 10 տարեկանից։
10 տարեկանից ես սկսեցի արդեն ուսումնասիրել թե ինչ բան է ձայնը, այսինքն ձայնի ինչի հաշվին է, որ հասնում է մարդու ականջին, մարդու ուղեղը դա ոնց է ընկալում այդ ձայնային ազդանշանները, հաճախականությունները։ Դες մենք խոսացինք ձայնի մասին ու ձայնի որակի մասին, նաև շատ հետաքրքիր իմանալ ձայնը օգտագործվում է ամենտեղ, սոցմեդիայի բովանդակության մեջ, խաղերի, առօրյայում ամենտեղ։ Ինչ կարծիքի ես ընդհանուր առումով իր կարևորության մասին ու ինչքանով է ինքը խորը ուսումնասիրված, որի արդյունքում որ ազդում է մարդու վրա։ Դες մենք օրինակ ամեն օր խաղում ենք տարբեր խաղեր, լսում ենք տարբեր ռիլսեր, նույն սոցիալական մեդիայի մեջ, ինչքանով է ինքը ազդում մարդու վրա ու ընդհանրապես ինչ ազդեցություն է ունենում։ Հնարավոր է նաև պատկերի ու ձայնի ազդեցությունը, որն ավելի առաջնային ու կարևոր։ Այսինքն մենք առաջինը տեսնում ենք պատկերը, իսկ ձայնը լսում ենք։ Դրա արդյունքում որն է ավելի շատ գրավում, հետաքրքիր է։ Նայեք, իմ կարծիքով երկուսն էլ, բայց ամենակարևորը էլի ձայնն է, ինչի, որովհետև նույն խոսակցական դիկցիա հասկացողությունը պետք է լինի ճիշտ։ Նախ, որպեսզի ասկան ու կնդրողը լսողը ինքը հասկանա, որ չգիտեմ, մտքի ճիշտ շարադրում եւ այլն, նաեւ ճիշտ ձայնային էֆեկտներ օգտագործում։ Այսինքն դու ամեն ինչ անում ես ճիշտ, ինքը ավտոմատ լինում է հետաքրքիր գրավող։ Ինքը կարող է լինել 20 վայրկյան, չէ՞, ընդամենը իր տևողությունները լսի, բայց դու այդ 20 վայրկյանի մեջ դու կարող ես տեղավորել համապատասխան կոնտենտի իհարկե, ճիշտ ձայներ, ճիշտ ձայնային համադրություն, ձայնային էֆեկտների համադրությունը, որը մարդուն սկսի գրավել։ Այսինքն նույն բանը տվյալ տեքստ կարտացողի ձայնի վրա դու կարող ես օգտագործել ինչ-որ սպեց էֆեկտներ, ստանաս ավելի հետաքրքիր հնչողություն, այսինքն նույն մարդու ձայնը մնում է, բայց ստանում ավելի հետաքրքիր ձայն, որը մարդուն սկսում է ավտոմատ գրավել։ Շատ լավ, դες կա ստատիստիկա, վիճակագրություն, որի ժամանակ միշտ ասում են, որ բովանդակության 10-ից 15 վայրկյանը ամենակարևորն է, որը որոշում է մարդը ավելի շատ այդ վերցնի ինֆորմացիան, թե չէ իրան կհետաքրքրի կպահի ինքը, թե ավելի շատ կհեռանա այդ կոնտենտից։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք մի հատ բանի հետ, որ ինքը նաև հոգեբանական ազդեցություն ունի մարդու վրա, բացի այն, որ ուղղակի մենք լսում ենք ձայնը, կարելի ասել, որ դες տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ վերջի ժամանակներում շատ են միտքը, որ հոգեբանությունը ավելի է ազդում, սկսած հարցազրույցների մասնակցելուն, սկսած ինչ-որ IT ընկերություններում, երբ որ վերցնում են մարդուն աշխատանքի, իրենք հոգեբանական ինչ-որ լուրջ թեստեր են հանձնում ու կարծում եմ ձայնը եւս ունի իր տեղը, որի ժամանակ որ չէ կարելի է այդ նույն հոգեբանական ազդեցությունը ունենա, իսկ ինչ ես կարծում ամենատարածված սխալները որոնք են, որ կոնտենտ ստեղծողները կարելի ասել, ինք ձայնի հետ անում են, այսինքն Նախ առաջնայինը ձայնի անորակությունը, որովհետև ել եմ կրկնում ձայնը ամենակարևոր բանը, կարող քո վիդեոն լինի շատ որակով, շատ լավ, բայց ձայնը եթե լինի վատ, աղավաղված, չգիտեմ, սխալ օգտագործված սպեց էֆեկտները, բանը ու արդեն տհաճ կդառնա մարդու համար։ Ինչքան ուզում է ինքը լինի շատ գեղեցիկ, շատ սիրուն այդ ամեն ինչը, կադրերը, ձայնի անորակ լինելը ազդում է ընդանուր ֆունկցիայի վրա, տվյալ գովազդի կամ տվյալ պրոյեկտի։ Այսինքն ցանկացած պարագայում, եթե ձայնի որակը լավը չի լինում, ինքը չի կարող փրկել պատկերը ու հակառակը եւս։ Իսկ ինչ տեխնոլոգիաներ կան, որ այսօր կիրառվում են ձայնի որակը բարելավելու, դες ինչքան տեղեկացված եմ, դու աշխատել ես ֆիլմերի վրա, դու աշխատել ես համերգների վրա, նաև ստուդիայի, երգերի վրա, ինչ տեխնոլոգիաներ ես կիրառում, որոնք որ բարձր որակը կարողանում են ապահովել։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ դե մեզ հաստատ շատ մարդիկ են լսում, ովքեր որ նաև հնարավոր է հետաքրքրվեն ավելի ձայնային ոլորտով, որ ուզենան շարունակեն, հետաքրքիր է մարդիկ ինչերին ավելի շատ ուշադրություն դարձնեն, որտեղից սկսեն իրենց կարիերան, ինչ խորհուրդ կտաս այդ մասով։ Նախ առաջինը խորհուրդ կտամ, որ սկսեն միջև զբաղվել այդ մասնագիտությամբ, սկսեն սովորել։ Սկսեն կարդալ, ուսումնասիրել, հասկանալ ինք ինչ այդ գործում են։
Իսկ ստուդիայի աշխատանքը դա պահանջում է տարիներ։ Այդ նույն պրակտիկա հասկացողությունը ձայնի մեջ ամենակարևորն է, ամենակարևորն է, որովհետև պրակտիկայի շնորհիվ որ դու հասկանում ես որն է ճիշտ, որն է սխալ, դու կարող ես շատ լավ թեորիա իմանաս, այսինքն շատ լավ դու կարող ես ինֆորմացված լինես թե ինչ բան է կոմպրեսորը, էկվալայզերը, չգիտեմ, մուլտիբենդ կոմպրեսոր, դինամիկ EQ, պարամետրիկ գրաֆիկ EQ, մի խոսքով դու կարող շատ լավ կարծես, բայց որ հարցը կհասնի այնտեղը որ դու պետք է միջը կիրառես ու օգտագործես, դու կարող ես չկարողանաս։ Այսինքն այդ մի թեմի մինիմումը պետք է 2-ից 3 տարի որ դու դա ինչը սովորես, նաև պրակտիկորեն սովորես, որ դու հասկանաս, լսես անկան չլսի հասկանաս դա ինչի ճիշտն ու սխալը։ Իսկ կիրառելու մասով կասեմ որ կախված ինչ իրավիճակի մեջ ես հայտնվում դու, այսինքն կա ֆիլմի, ասենք եղել է դեպքեր, որ ես աշխատել եմ պրոյեկտի վրա, ինձ պրոյեկտը ուղարկել են, այսինքն ձայնագրված է եղել ոչ այդքան լավ որակի, ու ինձ դիմաց դրված է եղել խնդիր։ Այդ միջին որակի ձայնագրությունը մաքսիմալ լավացնել, դարձնել բավականին լավ ու պրոֆեսիոնալ հնչողության բերել հասցնել։ Դա արդեն տարիներ պրակտիկայում գիտելիքն է ինձ օգնել, որ ես կարողանամ դա անեմ։ Դու կարող ես օգտագործես ընդամենը իրական, չգիտեմ, plugin կամ իրական պրոցեսոր անալոգային ու դու ստանաս այդ ճիշտ հնչողությունը։ Կամ մի հատ նույնիսկ։ Դու կարող ես օգտագործես 150 տեսակի, չգիտեմ, ինչ-որ սարքավորումներ ու ինքը չգա հաստ հնչողությունը, որ քեզ պետք է։ Այսինքն դեռ նաև հարց կա թե որ մոդուլից հետո որ մոդուլն ես օգտագործում։ Շատ լավ։ Դες հետաքրքիր բան, եթե ես ուզենամ սովորեմ այդ ամեն ինչը, գնեմ ամենավերջի սարքավորումները, ես կարող եմ ինձ համարել մասնագետ, ով որ ունի ձեռքի տակ ամենավերջի սարքավորումները ու ցանկալի է աշխատի արդեն այդ ոլորտում։ Նայ, չէ, որովհետև այստեղ այլ եմ կրկնում, ամենակարևորը գիտելիքն է։ Իսկ ինչ ես կարծում ձայնային մշակույթը ինքն իրեն ինչ փոփոխությունների է ենթարկվել առավելապես վերջի տարիներին։ Օրինակ, դες ժամանակին մարդիկ ֆլոպիների վրա էին, չէ՞, ձայնագրում ու այդպիսի սարքավորումների վրա, հիմա արդեն շատ մեծ տեխնիկաներ կան, որոնք որ օգտագործվում են, բայց վերջին զարգացումները ինչպես են գնում, դες օրինակ կա նաև արհեստական բանականություն, որի ընթացքում կարելի ասել նաև ձեր ոլորտին եւս կպնում է, հա, արհեստական բանականությունը ու հետագայում խոսենք նաև այդ մասին։ Ընդհանրապես ինքը ինչով կարող է ազդեցություն ունենալ կամ չունենալ, բայց առավել հետաքրքիր է այս բանին թե մշակույթը ինչքանով է ձևավորված ու փոփոխված համեմատած դրսի, հա, ու նաև դրսի երկրների, հա, միջազգային։ Ներ Դավիթ, խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում, ու չասեմ Հայաստանում, ամբողջ աշխարհում կա մեծ գլոբալ խնդիր։ AI-ը որ ստեղծվել, այսինքն նույն AI-ը կարող է անել մարդու տեղը, այսինքն իմ տեղը կարող է անել այդ ձայնային մշակումները։ Բայց այդտեղ մեծ կա շատ կարևորագույն բայց։ AI-ը որ անում է, ինքը չի անում մարդուական չպես, այսինքն իր մեջ գրված է դու լավ տես, կոդային համակարգ ունի ինքը կոդային ըստ դա ալգորիթմի, ինքը դա ինչը անում է։ Այսինքն մարդը կարող է լսի, զգացի չի այստեղ, օքեյ, կամ մի քիչ կոմպրեսիան կչացնեմ, օքեյ, սա կամ մի քիչ կոմպրեսիան շատացնեմ, օքեյ, սա կարող եմ մի քիչ դինամիկան փոխեմ ձայն տրեկի, իսկ AI-ը ինքը դա ամեն ինչը անում է կոդային համակարգով, այսինքն ինքը հաշվի առնում, այսինքն օքեյ, պիկը, այսինքն չգիտեմ, ատակը տրեկի այսքան դեցիբել է, ընտրենք ռիլիզը կամ սուստեյնը, այսքան դեցիբել։ Ինքը ավտոմատիկ ալգորիթմը հաշվարկելով ինքը անում է տվյալ գործողությունները, որոշում է ավելի շատ ստանդարտներով առաջնորդվում։ Այո, ինքը ինչ-որ X ստանդարտներով, բայց պարագաներ է լինում, մանավանդ ձայնի մեջ, որ դու պետքա մի քիչ շեղվես այդ ամեն ինչից, որովհետև դեպք է ելակել, որ դու ամեն ինչը օքեյ ստանդարտներով անում ես, կարելի ասում ես մի տեղ, որ հասկանում ես, որ ինքը ավելի ոնց ասեմ, ավելի վատ է հնչում, քան այն որ արվաճի ստանդարտով։ Բայց այդ դեպքեր հիմնական մեծամասնությունը ստանդարտները պետքա պահես, բայց այդ ստանդարտը պահելով մեկտեղ դու պետքա կարողանաս իրան ճիշտ հնչողություն ստանաս։ Շատ լավ, դες խոսեցինք նաև արհեստական բանականության ազդեցությունից, հա, ինչ ես կարծում ինքը կփոխի ձեր մասնագետներին, հնչյունային ռեժիսորի կամ չգիտեմ, ինժեների աշխատանքը։ Կոպիտ ասած ձեր ոլորտը վտանգի տակ հանդիսանում է, որովհետև շատերը ասում են պատկերացրու այդքան էլ չէ։
Ինչի, որովհետև այդտեղ մարդկային գործոնի 90%-ը մարդկային գործոն։ Ինքը օքեյ էլի անում է, բայց չի ստանում այն հնչողությունը, որով ստանում է մարդը։ Այսինքն նույնիսկ ես փորձարկում եմ արել, AI-ը ստեղծել է ինչ-որ մի հատ գործիքի ձայն կամ երաժշտություն, ստամ չտեղափոխել իմ աուդիո ծրագրերի մեջ ու կոնկրետ չափումներ եմ արել, այսինքն հնչողության հետ կապված հաճախականությունների տատանման, տրեկի դինամիկայի, այսինքն սինուսոիդալ աշխատանքի ու ցույց է տվել այդ մոտ որ դաժե մի փոքր եթե EQ ուզում ես մի փոքր հաճախականություն փակես կամ ավելացնես, ամբողջ հնչողությունը խառնվում է իրար։ Այսինքն ինքը դա ապացուցում է մեջ շատ կարևորագույն նյուանս, որ ինքը չի հասնի այն հնչողությանը, որը մարդկանց պետք է։ Օրինակ մի հատ հետաքրքիր sound engineer կար, փորձի համար էր արել ինքը շատ մեծ համերգասրահում արհեստական ChatGPT-ով ինքը բարել էր կոնսոլին, ասում էր էս բանի էս վոկալի կանալն է, էս գործիքների կանալն է, ինքը պարամետրեր էր ասում։ Ինչու՞ է ռեժիսորը սկսեց այդ նույն պարամետրերը իդեալական չափերով դնել իր ասած ու սկսեց հնչել աղավաղված մի հատ հնչողություն։ Այսինքն ու ինքը ծիծաղում է, ասում է նայեք էլի, հա, օքեյ, էլի կա ինքը, բայց ինքը չի կա։ Մշակում պետք է անցնել։ Միանշանակ, որովհետև էլի եմ կրկնում, մարդու լսողական ապարատի պես իդեալական անալիզատոր ու իդեալական սարքողություն չունի։ Մարդու ականջը, ասենք կարող է լսել, չգիտեմ, թե ասենք նաուշնիկից ականջակայից ու լսում ես երկու կանալ, այսինքն աջ եւ ցախը left right-ը, մարդը ականջը ֆիքսում է մոտավորապես ամեն մի ականջը ֆիքսում է մոտ քանի, ասենք չգիտեմ 10-ից ավելի երևի։ 10-ից ավելի, հա, որովհետեւ դու դիմացից լսում ես ուրիշ ցան, կողքից ուրիշ ցան, աշճանային շեղման ժամանակ նույնիսկ, ասենք հետևից ուրիշ ցան նույն տարբերակով կար նաև 8D հնչողությունը, չէ, որը որ երբ որ ականջակալներով լսում են, ոնց որ էֆեկտ լինի, ոնց որ գլխում է լինի այդ երաժշտությունը։ Առաջի փորձարկումը, առաջի 5.1 հասկացողությունը, surround հասկացողությունը ստեղծեց Arturo անով մի հատ մարդ կա Եվրոպայում, Yamaha ընկերության, դա չեմ սխալվում, բաներ ինքը։ Գլխավոր ձայնային ինժեներներից մեկն էր, որ ստեղծեց 5.1 ձայնային համակարգը։ Ու առաջի հենց ֆիլմերից, հենց առաջին փորձարկեցին ֆիլմի վրա։ Ստացան այդ զգացողը մարդը, որ նստած կինոթատրոնում նայում է ֆիլմը, այդ ձայների այդ կադրի համահունչ ձայների փոփոխությունը, պլանների հետ առաջը, ձայների այդ ամենը սախ ազդում է մարդու վրա։ Իսկ առաջի փորձը հենց եղել է ֆիլմի վրա այդ ամեն ինչը։ Ու հետո տեղափոխվեցին քիչ-քիչ արդեն բանում երաժշտության մեջ, մյուզիկի մեջ։ Իսկ մարդիկ կան, չէ՞, ասում են, «Ոյ, նա ինչ բան երաժշտություն ասում ես, sense գործիքները մի կողմից տեղափոխվում են մյուս կողմ, բան ինչ-որ հետաքրքիր բաներ է կատարվում»։ Դա ինձ այդ ինչ ուզես կին ամեն ինչը սա ենթակ գիտակցականի վրա է ազդում այդ ամեն ինչը։ Ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր որ ստեղծում են ու աշխատում են կոնտենտի հետ, սկսած բլոգերներից, հա, ու մինչև հնչյունային ռեժիսորներ կամ այն մարդիկ, ովքեր որ նոր են սկսում զբաղվել, ինչ խորհուրդ կտաս, ինչի վրա ուշադրություն դարձնեն ու աշխատեն։ Խորհուրդ կտամ նախ առաջինը սկսեն սովորել նախ ամենակարևորագույն բանը պետքա սովորել ամեն օր ամեն վայրկյան։ Դե ինքը զարգացող մասնագիտությունը ամեն օր նորամուծություններ դուրս գալիս, նոր սարքավորումներ, նոր ձայնային համակարգեր։ Շատ լավ, շնորհակալություն ինֆորմատիվ բովանդակալից հաղորդման համար։ Եվ ամփոփելով կարելի ասել, որ ձայնը ուղղակի ֆոն չի, որը որ մենք լսում ենք, այլ ինքը մեծ գիտություն ու տեխնոլոգիա է, որը որ կիրառվում է մեր առօրյա կյանքում ու ցանկացած պարագայում մեզ օգնում է կայացնելու թե էմոցիոնալ որոշումներ, թե աշխատանքի որակի վրա է կարելի ասել ազդել։ Միանշանակ։ Դա կլինի, եմ ասում, ֆիլմ, դա կլինի reels, դա կլինի կովաստ, դա կլինի չգիտեմ համերգներ, որը որ սաղ ձայնից է կախված։
Իսկ քո կոնտենտի լավն ու վատ լինելը սա ցայնից է։ Էլ եմ կրկնում, դու կարող ես քո կադրը կոմիջ լինի շատ սիրուն, շատ լավը, շատ որակով, բայց եթե ցայնը եղավ շատ վատը, ինքը չի ընդունվի։ Շատ լավ, շնորհակալություն հյուրընկալվելու համար Արտուր ջան։ Հիշեցնեմ, որ մեր հյուրներ Horizon Studio Production-ի հնչյունային ռեժիսոր եւ ձայնային ինժեներ Արտուշ Ավետիսյանը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել Գյումրի FM 97 եւ 9 հաճախականությամբ եւ Armount TV եթերում։